Հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ գործարար բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու միջնորդությունը կքննի հակակոռուպցիոն դատանի դատավոր Վարդգես Ստեփանյանը։ Նշենք, որ Կարապետյանի խաբեմամիջոցի հարցը 15:30-ին է քննարկվելու։ Մինչ դատական նիստը Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացվեցին ի աջակցություն Կարապետյանի, ինչպես նաև ֆլեշմոբ էր իրականացվել եւ Ազատություն Սամվել Կարապետյանի գրառումներով պաստառներ էին փակցվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, բանուկ փողոցներում։ Հիշեցնենք, որ գործարար բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի 18-ին։ Նա նախ արգելանքի է վերցվել ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու հայտարարության համար, երբ ասել է, որ եկեղեցին իր խոսքով կպաշտպանեն մեր ձևով, եւ սա իշխանությունները եւ նաեւ իրավապահները դիտարկել են որպես իշխանության զավթման կոչ։ Հիշեցնեմ, որ դատարանի բակ են արդեն ի պաշտպանություն գալիս թե Սամվել Կարապետյանի աջակիցները եւ թե ոստիկանական գվարդիայի մեծաթիվ ուժեր։ Հարգելի հետևորդներ, ինչպես գիտեք, այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում Սամվել Կարապետյանի աջակիցները, թիմակիցները բողոքի ակցիա էին իրականացնում ի պաշտպանություն նրա եւ պահանջում էին ազատ արձակել, հիշեցնում էին, որ Սամվել Կարապետյանը իրենց կարծիքով քաղբանտարկյալ է եւ մեկ անձի ցուցումով է, որ հիմա ազատության մեջ չէ։ Նշեմ, որ ողջ Թբիլիսյան խճուղու տարբեր հատվածներում ոստիկանական ուժեր կան կենտրոնացած։ Նշեմ, որ հակակոռուպցիոն դատարանի հարակից հատվածում հավաքվում են նաև Սամվել Կարապետյանի աջակիցները։ Դատական նիստը նախատեսված է 15:30-ին, խաբեմամիջոց տնային կալանքի երկարաձգման հարցն է քննարկվելու։ Ես քայլելով ձեզ ցույց տվեցի ողջ պատկերը Թբիլիսյան խճուղում, նշեմ, որ տարբեր հատվածներում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացած։
Դատարանի հարակից տարածքում նաև Սամվել Կարապետյանի աջակիցներն են հավաքվում։ Թե մայրաքաղաքից եւ թե մարզերից։ Նշեմ, որ այստեղ փորձում են նաև երթևեկությունը կազմակերպել, որովհետև մեծաթիվ մեքենաներ կան դատարանի հարակից տարածքում։ Նշեմ, որ մեծաթիվ մեքենաներից մեքենաների շարքում կայանված են նաև ոստիկանական գվարդիայի բազմաթիվ մեքենաներ։ Ահա տեսնում եք, նոր ոստիկանական ուժեր եւս բերվում են։